Ողջույն սիրելի դիտողներ, ողջույն հայ քալիքի բաժանորդներ։ Այս տեսանյութում ես ուզում եմ վայելեք մեր հայրենի բնաշխարհը, Արայի լեռն է Քասախի կիրճը։ Քասախ գետի ձայնն է կադրում, Արամ փառահեղ։ Ձախ կողմում Սաղմոսավանքն է, տեսեք, Սաղմոսավանքի գմբեթները երևում են։ Եվ մեր հիասքանչ Արան, փառահեղ փարված է դարավանդին։ Այս կալվածքները, այս տարածքները միջնադարում 13-րդ, 14-րդ դարում տնօրինվել են վաչուտյանների իշխանական տոհմի կողմից։ Եկեղեցիները, որոնք կառուցվել են կենտրոնական Հայաստանի այս երկրամասում, Սաղմոսավանք, Օհանավանքը, որը ես կադրում քիչ հետո կցուցադրեմ, կառուցվել են այդ ժամանակներում։ Օհանավանքը կառուցվել է Վաչե Վաչուտյանի կողմից իշխանի և Զանգակատունը նրա որդու կողմից է արդեն շարունակվել և ավարտին հասցվել։ Վաչուտյանները իշխանական տոհմ էին, որ միջնադարում իշխում էին կենտրոնական Հայաստանի այս տարածքները, նրանք այստեղ են եկել Լորվա մարզից, Տաշիր ձորագետից։ Քիչ անց կցուցադրեմ արդեն Օհանավանքը։ Շարունակենք, Օհանավանքն է կադրում։ Վաչուտյանները, ինչպես նշեցի, իշխել են 13-14-րդ դարում 1200-ից մինչև 1350-ական թվականները։ Պատմությունը սա է, երբ որ Իվանե և Զաքարե Զաքարյանների ազատագրական արշավանքների շնորհիվ 13-րդ դարասկզբին ստեղծվեց կամ վերականգնվեց Հայաստանի ինքնիշխան պետությունը, Զաքարյան Հայաստանի անկախ պետությունը։ Այս անկախության առաջ բերած իշխանական տոհմերից էր Վաչուտյանների նորաստեղծ իշխանական ընտանիքը, որին վիճակված էր շուրջ 1.5 դար իշխել պատմական Նիկ Ապարան, Նիկ Արագածոտնի մարզ, Ապարան, Արագածի աշտարակի տարածաշրջաններ այս տարածքներին։ Պատմությունը հետևյալն է. Զաքարե և Իվանե Զաքարյանները իրենց ստեղծած իշխանական վարչական պետությունում իշխանական վարչական բաժանում իրականացրեցին և Արարատյան կողմնակալությունը ներկայիս Արարատյան դաշտի և Արագած սարի, Հառի Ճապարան, Աշտարակ Թալին հատվածի, Արա լեռը և նրա հարակից հողատարածքների ընդգրկմամբ տրվեց կողմնակալ հրամանատար զորավար Վաչե Վաչուտյանին, շնորհելով նրան իշխանյաց իշխանի տիտղոս կոչումը։ Ամենայն հավանականությամբ Վաչե առաջինը սերում էր Հյուսիսային Հայաստանի տարածքից, նրա հայրն էր Սարգիսը, իսկ պապը Վաչուտը։ Այս անունից էլ այդ ընտանիքը ստացել է Վաչուտյաններ տոհմանունը։ Վաչուտյան իշխանները մինչև 1236 թվականը, մինչև մողոլների կողմից Զաքարյան Հայաստանի նվաճումը և մողոլների օրոք նրանց տիրապետությունը, ծառայել են նախ Հայաստանի պետականության ամրապնդման գործին, ապա հայրենի Նիկ Ապարան աշտարակ տարածքները մողոլական ասպատակություններից զերծ պահելուն։ Վաչուտյան իշխանների կողմից կառուցվել է, ինչպես ասեցի, երկու կարևոր եկեղեցի՝ Օհանավանքը և Սաղմոսավանքը։
Շինարարական գործունեությունը վաչությունների կողմից այնպիսի ժառանգություն է մեզ թողել, ինչպես օրինակ Ամբերդ բերդաքաղաքի նոր բուրգավոր պարիսպները, Կարբիի բերդը, Հովանավանքի, Սաղմոսավանքի, Տեղերի ուշի, Աստվածընկալի, Եղիպատրուշի վանական համալիրները, Կարբիի հաղթակամար զանգակատունը, Արագյուղի, Լուսագյուղի իջևանատները։ Այո, անգնահատելի է և շատ հարուստ վաչությունների տոհմի կողմից թողնված մեզ պատմամշակութային ժառանգությունը։ 1243 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոսի կոնդակով իշխանատիրույթի հոգևոր կենտրոնում Հովանավանքում հաստատվել է եպիսկոպոսական աթոռ, որը ավելի ուշ 1441 թվականին կարևոր դերակատարություն է ունեցել Մայր աթոռը Կիլիկիայից Էջմիածին վերադարձնելու գործում։ Վաչությունների տիրույթում են գործել նաև այնպիսի կրթահամալիրներ, ինչպիսիք են Սաղմոսավանքի, Հովանավանքի բարձր տիպի դպրանոցները։ Իշխանատիրույթի այս և այլ ուսումնական հաստատություններում ու վանքերում գրվել ու ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր։ 1213 թվականին ստեղծված Սաղմոսավանքի գրատան գրացուցակում նշված է 150-ից ավելի ձեռագիր գրքերի անուններ։ Ինչ, ճանաչենք ու պահպանենք մեր պատմամշակութային ժառանգությունը, հաղորդակից լինենք մեր ինքնությանը, տեր կանգնենք մեր իշխանական ու թագավորական ժառանգությանն ու կտակին։ Հավանեք այս տեսանյութը, կիսվեք և բաժանորդագրվեք Հայկ ալիքին։ Շնորհակալություն։ Մինչ նոր հանդիպում հայկական բարձրավանդակում։